Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգվույն Սրբո ամեն։ Մնացորդներու երկրորդ գիրք 21-րդ գլուխ Հովրամ Հութայի թագավոր։ Հովսապատ իր հայրերուն հետ գնացավ եւ իր հայրերուն հետ Դավիթի քաղաքին մեջ թաղվեցավ։ Անորդեղ իր որդին Հովրամ թագավոր եղավ։ Ան եղբայրներ ուներ Հովսապատի որդիները՝ Ազարիա, Հեքիել, Զաքարիա, Ազարյու, Միքայել ու Սափադիա։ Ասոնք բոլորը Իսրայելի թագավորին Հովսապատի որդիներն էին։ Անոնց հայրը շատ բարգևներ տվավ իրենց, արձատ, ոսկի ու թանկագին իրեր, նաև ամրացած քաղաքներ Հութայի մեջ, բայց թագավորությունը Հովրամի տվավ, քանի որ աներ անտրանիկը։ Երբ Հովրամ իր հոր թագավորության գահին վրա բազմեցավ եւ ուժովցավ, իր բոլոր եղբայրները սուրովը սպանեց, նաև Իսրայելի իշխանավորներեն ոմանք։ Հովրամ 32 տարեկան էր, երբ թագավոր եղավ, ու Երուսաղեմի մեջ 8 տարի թագավորեց։ Ան Իսրայելի թագավորներուն ջամփային ընթացավ, ինչպես Աքահապի դունը հրավ, որովհետև իր գինը Աքահապի աղջիկն էր։ Դիրոջ արչև չարիք կործեց, սակայն դերը Դավիթի դունը բնաճնչել չուզեց, Դավիթի հետ գնքած ուխտին համար եւ անոր ու անոր որդիներուն ընդմիշտ ջրակ մտալու խոստումին համար։ Անոր օրերը Եդոմայեցիները Հութայի ցերքին դագեն ապստամբեցան եւ իրենց վրա թագավոր մը նշանակեցին։ Հովրամ իր իշխանավորներով ու բոլոր գարքերով գնաց։ Գիշերը կանգնեցավ եւ զինք շրջապատող Եդոմայեցիներն ու գարքերու վերահսկիչները զարգավ։ Բայց Եդոմայեցիները Հութայի ցերքին դագեն ապստամբեցան մինչեւ այսօր։ Այդ ադեն Լեբնայալ անոր ցերքին դագեն ապստամբեցավ, քանի որ անդերը իր հայրերուն Աստվածը լքած էր։ Ան Հութայի լեռներուն վրա բարձր դեղեր ալշինեց ու Երուսաղեմի բնակիչներուն բորոնգիլ տվավ, նաև Հութան խոդորեցուց։ Եղիա մարգարեեն քրությունը եկավ իրեն, որ գսեր. Դերը քու հորը Դավիթի Աստվածը սա գահայդարարե, քանի հորդ Հովսապատի ջամփաներեն, Հութայի Ասա թագավորին ջամփաներեն չընթացար, հաբա Իսրայելի թագավորներուն ջամփաներեն ընթացար, եւ Հութայի ու Երուսաղեմի բնակիչներուն Աքահապի դան բորոնգություններուն բես բորոնգիլ դվիր, նաև քեզմե լավ եղող եղբայրներդ, հորդ, որդիները սպաննեցիր, ահա դերը քու ժողովուրդդ, որդիներդ, գիներդ եւ ամբողջ ըստացվածքդ մեծ բադուհասով պիտի զարնե։ Թունալ ցանուրեն պիտի հիվանդանաս, ընթերքի հիվանդությամբ, մինչև որ աղիքները դուրս տապին այդ հիվանդության պատճառով, որ օրեօր պիտի սաստկանա։ Դերը փղշտացներուն ու եթոպիացներուն մոդերը բնագող արաբներուն հոգին քրքրեց Հովրամի թեմ, անոնքալ Հութայի թեմ բարձրացան, ներխուժեցին եւ թագավորին դան մեջ գտնված ամբողջ ինչքը, նաեւ անոր որդիներն ու գիները հապշտագեցին։ Անոր ոչ մեկ որդի մնաց, բացի իր ամենեն բզդիկ որդիեն Հովակազեն։ Այս բոլոր բաներեն յետ դերը զինք ամփուժելի հիվանդությամբ մզարգավ իր ընթերքեն։ Շատ մորեր յետք, այսինքն 2 տարի չափ ժամանակ անցնել են յետք, իր հիվանդության պատճառով աղիքները դուրս տապեցան ու չարչարալից հիվանդությամբ մեռավ։ Ժողովուրդը անոր վրա խունգեր չձխեց, ինչպես անոր հայրերուն վրա ձխեր էր։ Ան 32 տարեկան էր, երբ թագավոր եղավ եւ 8 տարի Երուսաղեմի մեջ թագավորեց։ Ան մեռավ առանց ովևէ մեկուն իր վրա ողբալուն։ Զայն Դավիթի քաղաքի մեջ թաղեցին, բայց ոչ թե թագավորներու գերեզմաններուն մեջ։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։